Տիկին Հակոբյանը, երեք Նիկոլ Փաշինյանը ներկուսակցական քարոզարշավի ժամանակ Արցախցի կնոջ անվանեց փախածներ, այս մասով ըստ ձեզ ճիշտ էր այդ վարքագիծը քայլը Արցախցի ազատամարտիկի աղջկան այդպիսի անվանումով կոչելուն։ Շատ լավ, վարչապետը անմիջապես մեկնաբանել է եւ ներողություն խնդրել, հետո նաեւ, ինչպես ասեք, երեկոյան նաեւ գրառում կատարեց ու նաեւ առաջարկեց ներողություն խնդրելուց հետո նաեւ հանդիպել այդ տիկնոջ ցանկացած ֆորմատով եւ ուզում ասել, որ ինչ-որ միջնորդ մեզ ոչ ընդդիմություն, ոչ լրագրող պետք չի որևէ քաղաքացու հետ շփվելու համար, վարչապետը շփվել է, ներողություն խնդրել, հիմա էլի առաջարկում է շփվել եւ անգամ չակնկալելով, որ նույն տիկինը ներողություն խնդրի նաեւ մեզ ընտրող մարդկանց անեծքներ եւ տարբեր վիրավորական արտահայտություններ։ Չեք կարծում, որ այդ քայլով արդեն կարծիք է ձևավորվում, թե քաղաքացիական պայմանագիրը ինչ վարքագիծ, ինչ տրամադրություն ունի, տրամադրվածություն արցախցիների հանդեպ, քանի որ արցախցիները համարում են այս քայլը իրենց բոլորի համար, ասում են մեզ բոլորիս են ասում փախածներ եւ վիրավորված են այդ քայլից եւ արդյոք ներողությունը ինչ որ բան կփոխի իրենց մոտ։ Եթե ոչ կտեսնենք արդեն ընտրությունների օրը, բայց վերաբերմունքը նրանց հանդեպ դրսևորվում է արած գործերով, իսկ այսօր լայն աջակցություն ունեն Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, գիտեք, որ նաև բնակարանային ապահովման հսկայական ծրագիրը կա, իդեպ որից արդեն շուրջ 5000 ընտանիք օգտվել է տարբեր աջակցության, աշխատանքի, ամենասկզբից ուղղակի միանավակ գումար տալուց, չնայելով այդ մարդու ունի դրա կարիքը թե ոչ, մինչև բնակապահովման ծրագիր իրականացվում է եւ դա ուղիղ վերաբերմունքի մասին է խոսում։ Ուղիղ վերաբերմունք, ասում են, մենք տեսանք, թե ինչ ուղիղ վերաբերմունք հատուկ ունեն իրենց հանդեպ եւ այդ քայլով շատ արցախցիներ վիրավորվեցին։ Քանի հոգուց եք լսել այդ մեկնաբանությունը։ Շատերին, բազմաթիվ արցախցիներ այս բան գրառումներ են անում, ասում են եւ վիրավորված են այս քայլից։ 20000 արցախցի գրառում է արել։ Չէ, բայց 5-7, 17 գրառում, ես էլ եւս շփվում եմ բազմաթիվ մարդկանց հետ, որոնք իրենց կարծիքն են ասում։ Եվ անգամ կա կարծիք, որ այդ նույն ատելությունը գեներացվում է, երբ որ նույն մյուս կողմից է լինում նմանատիպ գրառում, չէ՞ որ այդ ատելությունը միակողմանի չի գեներացվում եւ այդ տպավորությունը միակողմանի չի լինում։ Ուրեմն նաեւ մյուս կողմից նման դեպքերում, հա, երբ որ օրինակ շուրջ 680,000 մարդու անեծք ես տալիս եւ վիրավորում ես, այդ մարդը արդեն բնականաբար վատ տրամադրվածության մեջ է քեզ վերաբերում։ Այնպես որ պետք է երկուստեք, այո, ներողություն խնդրել, ինչ եղել է դրա համար եւ սկսել նոր էջից եւ ապրել ավելի խաղաղ մթնոլորտում։ Եվ այն հայտարարությունը ես ինչ վերջում խոսում եմ, դուք վրայից խոսում եք ու չի լսվում, բայց կարեւոր է որ ես միտքս ավարտեմ։ Ձեր հարցը այս դեպքում այդքան կարեւոր չի։ Կարեւոր է ինչ եմ ասում, ինչ է վերջ։ Մենք ցանկանում ենք, որ Ղարաբաղից բռնի տեղանված մեր հայրենակիցները ինտեգրվեն եւ շատերի դեպ ինտեգրվել են, թե քաղաքացիություն են ստացել, թե աշխատում են, թե հարկ են վճարում, թե ընտրության են գնալու շուտով, թե իրենց լավ են զգում, տուն են առնում եւ այլն։ Շատերը անձնագրի խնդիր ունեն եւ ասում են մինչեւ հիմա չի լուծվել։ Մենք ուզում ենք, որ մեր հայրենակիցները ինտեգրվեն եւ ապրեն, աշխատեն, իրենց նաև երեխաների ապագան տեսնել Հայաստանի Հանրապետությունում եւ մեզ հետ միասին նաև պայքարեն Հայաստանի Հանրապետության պետականության շարունակականության ամրապնդման։ Իրենք դեռ չեն փակել Արցախի էջը, Տիկին Հակոբյան։ Ով չի փակել։ Այն արցախցիները չեն փակել Արցախի էջը, ասում են, երբ որ դուք տանում եք քարտեզ եք տալիս, իրենք ասում են մեզ տվեք մեր իսկական քարտեզը։ Իրենք հույս ունեն Արցախ վերադառնալու, բայց ասում են այդպես է ասում։ Դուք 5-7 վրա հողում մի արեք, որովհետև ես ինքս, օրինակ, մարզում հանդիպում եմ, այդ մարզում բնակվող Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, օրինակ, միայն այդպիսի դահլիճային հանդիպում։
եւ բազմաթիվ մարզի եւի ողջ է այդ համայնքը հավաքվում եւ ես շատերի հետ եմ խոսում եւ վերադարձ Ղարաբաղ նրանք չեն պատկերացնում այն դեպքում երբ Բոլոր արցախցիները չեն պատկերացնում հիմա այսինքն ռեալ այսօրվա դրությամբ վերադարձ չեն պատկերացնում եթե պատկերացնեին կմնային չէ Ղարաբաղում չեն պատկերացրել մարդիկ օրինակ 7 Այսինքն ինչպես մնային